Այսօր կխոսենք to be by-ի մասին, այն է to be by-ի 3 ձևերի մասին ներկա ժամանակում, am, որոնք են am, is և are։ Հայերենում նրանք համապատասխանում են առաջինը am-ը համապատասխանում է am-ին, is-ը a-ին և are-ը մյուս բոլոր հոգնակի ձևերին, ենք, եք և այլն։ Ունենք to be by-ի խոնարհված ձևը նախադասությունների մեջ այս աղջկա շուրջ։ Ուրեմն առաջինում նա ասում է, որ ինքը 22 տարեկան է, ասում է I'm 22։ Հայերենում այն համապատասխան է ես 22 եմ, այսինքն 22 տարեկան եմ։ Ուշադրություն դարձրեք by-ի օժանդակ by-ի դիրքավորմանը նախադասության մեջ։ Անգլերենում օժանդակ by-ը դրվում է դերանունից անմիջապես հետո։ Տեսեք I am։ Ի տարբերություն հայերենի, որտեղ այն դրվում է ոչ թե դերանունից անմիջապես հետո, այլ ստորոգելիից հետո, այսինքն 22-ից հետո այս դեպքում։ I'm 22, ես 22 եմ։ Մյուս նախադասության մեջ կարող ենք տեսնել նույն by-ի ժխտական ձևը։ I'm not married։ Ժխտական ձևը կազմելու համար am-ից հետո պարզապես ավելացնում ենք not, ինչպես այս նախադասության մեջ։ I'm not married նշանակում է ես ամուսնացած չեմ։ Հաջորդ նախադասության մեջ ունենք to be by-ի մեկ այլ ձև, որն է is-ը։ Նախադասության մեջ այն օգտագործվում է այսպես. My favorite color is։ Իմ նախընտրած գույնը է և my favorite color is blue։ Իմ նախընտրած գույնը կապույտն է։ Հայերենում համապատասխանում է է օժանդակ by-ին։ Հաջորդ նախադասության մեջ to be by-ի հոգնակի ձևն է. My favorite sports are tennis and swimming։ Իմ նախընտրած սպորտաձևերը թենիսը և լողն են։ Այսինքն հայերենում համապատասխանում է n by-ի ձևին։ Հաջորդը I'm interested in art։ Ես հետաքրքրված եմ արվեստով։ Այստեղ, ինչպես ամենաառաջին նախադասության մեջ, am-ը համապատասխանում է am-ին, հետաքրքրված եմ։ Հաջորդում ունենք My father is a doctor and my mother is a journalist։ Այստեղ is-ը երկու դեպքում է, հայերենի է-ին է համապատասխանում։ My father-ը փոխարինում է he դերանվանը, my mother-ը she դերանվանը։ Այսինքն he is a doctor, my father is a doctor and my mother is a journalist։ She is a journalist։ Նա ուրեմն իմ հայրը բժիշկ է և իմ մայրը, my mother, իմ մայրը լրագրող է։ Հաջորդը ունենք I'm a student, կրկին առաջին նախադասության մեջ, ես ուսանող եմ։ I'm American, այստեղ I'm American, ես ամերիկացի եմ, I'm from Chicago, ես Չիկագոյից եմ, և վերջապես my name is Lisa, my name-ը այստեղ համապատասխանում է it դերանվանը, it is Lisa, my name is Lisa, իմ անունը Lisa է։ Am, ինչպես նաև ես փակենք, is-ը he is a, she is a, I'm not married, my favorite color is, իմ նախընտրած գույնը է և այլն։ Այսինքն ունենք to be by-ի ներկա ժամանակում խոնարհման հետևյալ հաջորդականությունը։ Առաջին դերանունը, որը I-ն է, համապատասխանում է I am։ Երկրորդ դերանունը, այսինքն դուին համապատասխանում է are-ը, you are, դու ես։ Երրորդը անգլերենում ի տարբերություն հայերենի կա սեռերը տարանջատող դերանուններ։ Տղամարդու համար օգտագործում ենք he-ն, այսինքն նա է, he is, աղջկա համար she-ն, she is, էլի թարգմանվում է հայերենում նա է, և անշունչ առարկաների կենդանիների համար օգտագործում ենք it-ը, it is, դա է։ Հիմա անցնենք հոգնակի դերանուններին։ Հոգնակի դերանունները սկսում են մենք, we հետ օգտագործում ենք we are, մենք ենք։ Դուքը you բառը կրկնվում է թե եզակի, թե հոգնակիում։ You նշանակում է դու և you նշանակում է դուք։ Հասկանում ենք, թե որ մեկի հետ գործ ունենք միայն կոնտեքստից, համատեքստից ելնելով։ Հիմա you are, դուք եք, և նրանքը անգլերենում they բառն է, they are, նրանք են։ Ահա այսպես են օգտագործվում to be by-ի տարբեր ձևերը
դեմքով եւ թվով պայմանավորված դերանունների հետ։ Հիմա խոսենք կրճատումների մասին։ Շատ հաճախ to be by-ը կրճատվում է, միանում է դերանվանը։ Օրինակ, մենք շատ տեսանք I'm կառույցը։ I'm-ը անգլերենում համապատասխանում է I am ձևին։ He, she, it-ի դեպքում կրճատումը կատարվում է հետևյալ կերպ։ Ասում ենք his, այո, հենց արտասանությունը his, she's, կրկին արտասանությունը z եւ its։ His, she's, its։ Սա նույն բանն է, ինչ ասել է թե he is, ուղղակի կրճատ տարբերակն է։ Հաջորդը ունենք հոգնակիները we-ն, մենք։ Մենք կարող ենք կամ ասել we are կամ we're, you are կամ you're, and they are կամ their։ Իմաստային տարբերություն առհասարակ չկա։ Կրճատ ձևերն օգտագործվում են ամենօրյա խոսքում պարզապես խոսքը արագ դարձնելու համար։ Փոխարենը ասելու we're here, we are here, մենք այստեղ ենք, կարող ենք ասել we're here, որպեսզի մի քիչ ավելի արագ հնչի։ Իմաստային տարբերություն չկա։ Հիմա խոսենք negative նախադասությունների, այսինքն բացասական, ժխտական նախադասությունների մասին։ Ժխտական։ Ուրեմն ժխտական նախադասությունները կազմվում են պարզապես օժանդակ բայի վերջում not ավելացնելով։ Օրինակ, ունենք I am, ես եմ, բայց եթե ուզում ենք ասել ես չեմ, ուղղակի am-ից հետո not ենք ավելացնում, ինչպես այս նախադասության մեջ։ Կրճատ դեպքում ասում ենք I'm not։ His, she's, it, is-ի դեպքում կրկին is-ից հետո not ենք ավելացնում։ Այսինքն he is a doctor, he is a doctor, նախադասությունը նշանակում է նա բժիշկ է, բայց եթե նա բժիշկ չէ, մենք ասում ենք he is not a doctor, նա բժիշկ չէ, ավելացրեցինք not-ը։ Նույնը she դեպքում she is, she's not, it's, it is, it's not, we are, we're not, we are, we're not, you are, you're not, they are, they're not։ Այս նույնը մենք կարող ենք նաև կրկին կրճատ տարբերակով ասել առանց իմաստային փոփոխության։ Մենք կարող ենք ասել կրկին I am not-ի դեպքում կրճատ չկա, միակ կրճատ ձևը սա է։ Կարող ենք ասել ուրեմն he's not կամ he isn't, she's not, she isn't, it's not, it isn't։ Կարող ենք ասել we're not, we aren't, you're not, you aren't, they're not, they aren't։ Կրկին իմաստային որևէ տարբերություն չկա, սրանք ուղղակի կարճ ձևեր են։ Այս նկարում ունենք ինչ-որ մի տղամարդ, ով վախենում է շներից։ Եվ ինքն ասում է I'm afraid of dogs, I'm afraid of նշանակում է վախենում, am վախենում եմ, I'm afraid of dogs, վախենում եմ շներից։ Հիմա կարդանք նախադասությունները։ I'm cold, can you close the window please? I'm cold, մրսում եմ, կարող եք փակել պատուհանը, խնդրում եմ։ Հաջորդը I'm 32 years old, my sister is 29. Ես 32 տարեկան եմ, իմ քույրը 29 տարեկան է, is։ I'm 32, ես եմ 32։ Հաջորդը Steve is sick, Steve-ը հիվանդ է, is հիվանդ, is է, sick հիվանդ։ He's in bed, նա անկողնում է։ My brother is afraid of dogs, իմ եղբայրը վախենում է շներից։ Ովը կարելի է ասել, որ հայերենում համապատասխանում է it's-ին։ It's 10, you're late again, ժամը 10-ն է, դու կրկին ուշացել ես։ Հիշեք, ժամ ասելու համար անգլերենում միշտ օգտագործում ենք it's կառույցը։ Այստեղ ունենք it's 10, կարող ենք ասել 10 AM, առավոտյան ժամը 10-ն է, կամ it's 10 PM, երեկոյան ժամը 10-ն է։ Միշտ ժամ ասելու համար օգտագործում ենք it's կամ it is։ Հաջորդը Anna and I are friends, are good friends։ Աննան եւ ես լավ ընկերներ ենք, are։ Your keys are on the table։ Քո բանալիները սեղանի վրա են, on-ը նշանակում է վրա։ I'm tired, but I'm not hungry. Ես հոգնած եմ, I'm not hungry, ես սոված չեմ։ Tired, հոգնած, hungry, քաղցած։ Tom
isn't interested in politics, he's interested in music. Թոմը հետաքրքրված չէ քաղաքականությամբ, նա հետաքրքրված է երաժշտությամբ։ Հաջորդը Jane isn't a teacher, she's a student. Jane-ը ուսուցիչ չէ, նա ուսանող է։ Those people aren't Canadian, այդ մարդիկ կանադացի չեն, aren't չեն, they're Australian, նրանք ավստրալացի են։ They are and. And the last one, it's sunny today, այսօր արևոտ է, but it isn't warm, բայց տաք չէ, warm նշանակում է տաք։ Ինչպես ժամի դեպքում, այնպես էլ եղանակի դեպքում օգտագործում ենք it's կառույցը կամ it is ձևը։ It's sunny, արևոտ է, it's rainy, օրինակ, անձրևոտ է, it's snowy, ձյուն է գալիս, it's cloudy, it's cloudy, անպամած է եւ այլն։ Հիմա խոսենք section C մասին։ Այստեղ ունենք ինչ։ That's, որը համապատասխանում է that is ձևին, there's, համապատասխանում է there is ձևին, here's, համապատասխանում է here is ձևին։ Նախադասությունների մեջ նայենք։ Thank you, that's very nice of you. Շնորհակալություն, ձեր կողմից դա շատ լավ արարք է։ Այսինքն that's կամ that is-ը համապատասխանում է դա էին։ Հաջորդը look, there is Chris, նայիր, հենա Chris-ը, այսինքն there is-ը ուղղակի նշանակում է կա, այսինքն այնտեղ կա Chris-ը, Chris-ը այնտեղ է։ Եթե օրինակ ուզում ենք ասել, որ նայեք, սենյակում կան երկու հոգի, կարող ենք ասել there կամ լավ, եկեք ասենք մի հոգի կամ ինչ որ մի բան, օրինակ սենյակում կա ինչ, համակարգիչ։ There is a computer in the room. Եթե ուզում ենք ասել, որ ինչ որտեղ ինչ որ մի բան կա, եզակիով, օգտագործում ենք there is կառույցը, there is կա, անգլերենում դա հայերենի համապատասխանող կանն է։ Հաջորդը here is your key. Thank you. Here is your key. Here's հայերենում համապատասխանում է ահա բառին, ահա քո բանալին։ Here is your key. Այսքանը։ Հիմա նայենք ներքև կտեսնենք մի քանի վարժություն, exercises, եւ այս վարժությունները հիմնականում արվում են վերևի նշված տեսական նյութը ամրապնդելու համար։ Կարող եք անել, փորձել ստուգել արհեստական բանականությամբ կամ էլ թողնել մեկնաբանություններում։